Նիհաո, ես Դավիթն եմ, բարի գալուստ էլեկտրոմոբիլների աշխարհ։ Ժողովուրդ ջան, ուրեմն այսօր ուզում եմ ձեր ուշադրության ներկայացնեմ հետևյալ 4 սեդանները, վաղուց են խնդրել հենց սեդանների մասին մի հատ հոլովակ անենք։ Ու բավական լավ առաջարկներ կան, բավական թարմ, նոր են, սրանցից շատերը նոր են շուկա դուրս եկել։ Ուրեմն ուզում եմ ձեզ ներկայացնեմ $25,000 վերցնենք մեր բյուջեն ու $1,000 ներքև, $1,000 վերև։ Ուրեմն այս բյուջեում այս 4 էլեկտրոմոբիլներ մեզ առանձնացել ձեր համար այսօր BYD Cin L 545 km Excellent ամենաֆուլ տարբերակը $24,000 հետո Toyota-ի ամենաֆուլ 616 km քշվող պրեմիում տարբերակը $25,000 ընդհանրապես լրիվ նոր մոդել Nissan-ի կողմից Հայաստանում սիրված հարգված Nissan-ի կողմից Nissan N7 510 km max-ը ինքը 510-ի ֆուլն է, բայց 625 քշվողը չի։ Եվ վերջինը ամենագեղեցիկը իմ կարծիքով դիզայնի առումով Mazda EZ6 480 km Joy ամենաբազային կոմպլեկտացիան ու ամենաթանկը ու ամենաբազայինը, որ մի ձև մտնի է ստոպի մեջ $26,000։ Ուրեմն այս բոլոր մեքենաները մաքուր չինական են, չնայած հնչեղ անվանումների Mazda, Toyota, Nissan 99%-ով նրանք հավաքվել են Չինաստանում, մենակ անունն է ճապոնական ու Ճապոնիայից եկած լոգոն է ճապոնական։ Nissan-ը Dongfeng-ի գործարանում է հավաքվում 0-ից, Toyota-ն նու են 3X ամենաքրոսովերը GAC-ն է հավաքում, բայց այս սեդանը ուղղակի 3-ը, BZ3-ը հավաքում է FAV-ը ու ստեղ ինչ-որ խնդիր առաջացա իրանց մոտ, GAC-ին գակը կարացել է դիզայնը լավ անի, ինտերիերի հատկապես, իսկ FAV-ը մեկը չի կարացել դիզայնը լավ անի ինտերիերի ու էլի ճկլած վիճակ, կոմունիստական վիճակ 90-ականներ, հատկապես նու արտաքինը ոչինչ, բայց ներքինը էլի վատ է, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, էլի ճկլած վիճակ է, մեկը հարցնի խի, եթե գակը կարող անի, FAV-ը խի կարացել անի, մի հատ խնդրում եմ կոմենտներում գրեք։ Ու եւ վերջինը, նու հա BYD-ը Հա ու Mazda-ն արել է այս գժական բոմբ դիզայնը, որը որ իմ սուբյեկտիվ գնահատում 10 անգամ Toyota-ից լավն է, արտաքինը ներքինը էլ չասեմ, Changan-ն է, հայտնի Changan, ավել ճիշտ, գն չեն ասում, Changan-ն է արել դիպալ թողարկող։ Մի խոսքով բոլորը չինական էլեկտրոմոբիլներ են։ Հիմա այս բոլոր 4-ը բազմալծականի կախոցով են, ինչպես պետք է լինի, բոլորի մոտ երկաթաֆոսֆատային վերջապես ճապոնացիք հասկացել են, որ ճիշտ է երկաթաֆոսֆատն է, ոչ թե լիթիոնը։ Բոլորի մոտ երկաթաֆոսֆատային մարկոցը 1 միլիոն կիլոմետր գնացող կամ 20 տարի։ Ուղղակի առանցքային տարբերությունների մասին մենք հիմա փորձենք քննարկենք ու փորձենք կատարենք ընտրություն, չնայած շատ բարդ ընտրություն կատարել 4-ի մեջ, իրոք բարդ է, ես ինքը չեմ կողմնորոշվում ու վազելով առաջ մի անգամից ասեմ, ես եթե $26,000 ունեմ, 1,500 մի տեղից պարտ կանեմ, ու կգնամ Mazda EZ6 միջին կոմպլեկտացիան, այս բազայինը չարժի, լրիվ աղքատ է։ Բայց միջին կոմպլեկտացիա 600 km գնացող ընդհանրապես Song Plus-ի գնի 27500 Viber WhatsApp կանխիկով Չինաստանից պատերի դեպքում, այդ դեպքում այս էժանգինը ես կգնայի միջին կոմպլեկտացիա 600 km գնացող Mazda EZ6 27500-ով։ Հիմա անդրադառնանք մեր այս 4-ին։ Ուրեմն առանցքային տարբերությունները ամենահզորը այս 4-ից Mazda-ն է 258 դիաուժ, ժողովուրդ ջան, ասենք, սեդանը 258 դիաուժ է, իսկ Song Plus-ը օրինակ 218, ոնց կարծես բան լինի, մի հատ մեկնաբանություն եմ գրեք։ Ու ամենակարևորը սա Mazda-ն հետևի կախոց, սա հերիք չի 258 դիաուժ, այն հատ հետևի քարշակ է, ինչպես նաև BYD-ն է հետևի քարշակ, վերջապես ֆայմել են, որ հետևը ավելի հզոր է, ավելի ճիշտ է, ավելի կառավարելի է։ Իսկ Nissan-ը ու Toyota-ն արջևի քարշակ են։ Նու սեդանի պարագայում արջևի հետևի իմ կարծիքով այնց կրիտիկական չի, բայց էլի նշանակություն ունի, բայց ամենագնացի պարագայում ես միանշանակ եմ նորից փաստում եմ, ճիշտ է հետևի քարշակն է։ Աբսուրդ է ամենագնացը, հատկապես Song Plus-ի գաբարիտներ լինի դիմացի քարշակ ու ընդհանրապես 218 դիաուժ։ Մի խոսքով Mazda-ն 258 դիաուժ հետևի քարշակ, ուղղակի ամենաքիչն է գնում, ընդհանրապես 480 կմ գրածով։
ու շատ աղքատ ամենաբազայինն է, դե որ ես գնի մեջ մտներ մի ձև տեղավորվեր, բազային կոմպլեկտացիան է, ոչ մի մենակ adaptive cruise control, նու պանորաման չի բացվում, բայց կա գոնե Toyota-ն մենակ լյուկ է, էլի 90-ականից տեղակողած ճկրած վիճակ։ Մի խոսքով, բայց դիզայնի առումով Mazda-ն ու Changan-ը շշել են մի ուրիշ տիպի շատ գեղեցիկ է, թե արտաքինը, թե ներքինը իմ սուբյեկտիվ գնահատմամբ հատկապես արտաքինը։ Արտաքնապես ամենագեղեցիկը իմ համար Mazda-ն է ու ես համար մեկ ֆակտոր արտաքին դիզայնը, ես երևի Mazda-ն կտրեի, արդեն ասացի 20500-ով։ Ուրեմն դե BYD-ին կրկին ամենաէժանն է ու ամենաօպտիմալ ընտրությունն է, նորից բոլորին հաղթում է, պրոստը արդեն մի տեսակ BYD-ից հոգնել ենք բոլորս, ասենք ես չէի ընտրել BYD, արդեն հոգնել եմ։ Չնայած հա գժական $24000 դուք ունենում եք հետևի քարշակ 218 ձիաուժ, ու հա Mazda-ից քիչ է, բայց 218-ը սեդանի համար լրիվ հերիք է։ Էդի ամենագնացի համար 218-ը քիչ, ոնց արդեն ասել ենք։ Հետևի քարշակ 218 ձիաուժ, անվտանգության բարձիկները հա Mazda-ի մոտ 9 են, ըստեղ 7 են, Toyota-ի մոտ 10 են, այդտեղ տոպա, Nissan-ի մոտ 6 են, եթե չեմ սխալվում, կամ 7 են մաքսիմում, չէ 6 են կարծում։ Մի խոսքով այս BYD-ն ունի առանցքային առավելություն, քանի որ ամենաֆուլ տարբերակն է, նախ պանորաման բացվում է, մենակ իր մոտ է բացվում, ինչը էլի մեծ պլյուս է, մյուս հաջորդ մեծ պլյուսը սառնարան ունի, նորից ուրիշները ոչ մեկ չունեն, ու ունի պրոյեկցիա, ուրիշները ոչ մեկ չունեն։ Մի խոսքով ամենաֆուլ տարբերակն է $24000-ով ու 545 կիլոմետր գնացող միջին ցուցանիշ, բայց դա այդ գնի համար էլի տոպա ուղղակի արդեն BYD-ից մի տեսակ հոգնել ենք սաղս, կամ չգիտեմ։ Ես հոգնել եմ։ Հաջորդը Toyota-ն, ոնց արդեն նշեցի, FAV-ն է հավաքում, ու չգիտես խի պրավարակը ինտերիերի դիզայնը, ասես դգակը կարում է, տենց թույն դիզայն հավաքի FAV ջան, խի դուք չեք կարում, մի հատ մեծ հարցական։ Ուրեմն այս մեքենան ամենաերկարն է գնում 616 կիլոմետր գնացով, հա մեծ պլյուս է, 10 անվտանգության բարձիկ, էլի պլյուս է, միակն է այս 4-ից, որ ունի հետևի նստատեղերի տաքացում, ինչը էլի պլյուս է, հատկապես երեխաների պարագայում։ Ու հա դիմացի դե տաքացվող նստատող սա բանը ղեկը նույնպես տաքացվում է, ինչքան ես չեմ սխալվում։ Մի խոսքով էլի վատ տարբերակ չի, 25000 ընդամենը, Mazda-ի ցելեժան, ամենաֆուլ, էլի ամենաֆուլն է, հա Westoroid-ի պարագայում միայն ֆուլ արժի գնել, մնացած են երկու կոմպլեկտացիաները բազային ու միջին, լրիվ փափելու բան է, պլաստիկ ղեկ, ինչ որ մի խոսքով չարժի ընդհանրապես, եթե գնում եք մենակ ֆուլը Toyota-ի պարագայում։ Mazda-ի պարագայում կարարին եւ բազային էլի լավ մեքենա է։ Հա, Toyota-ն 245 ձիաուժ է, էլի բավական հզոր է, Mazda-ին մի քիչ ազիջում, բայց արժևի քարշակ է։ Ու դիզայնի հետ ունի խնդիրներ իմ սուբյեկտիվ գնահատմամբ ինչպես միշտ։ Եվ վերջինը Nissan-ը, էլի բավական թարմ, նորավոճ մոդել առաջարկե N7-ը Changan-ի հետ համատեղ, այսքան տալով իրավունքները Changan-ին, լրիվ այդ մեքենան Changan-ը հավաք է։ Էլի բավական հետաքրքիր մեքենա է, ուղղակի դիմացի քարշակ է, 25500 է, հա մի քիչ թանգոտ է։ Ու վատ չի էլի, հաշվի առնելով որ Nissan-ը, ինքը 510 կիլոմետր գնացողն է, 218 ձիաուժ էլի։ Իր առավելությունները, իր մոտ աուդիոն ամենալավը, 12 դինամիկ ունի, հնչողությունը պետք է որ շատ լավ լինի, քանի որ մենասացների մոտ 6-7 այդ թվերն է։ Միակն է որ մերսում ունի, կոմֆորտի մասին մտածել եմ Nissan-ցիկ։ Պրոյեկցիա չունի։ Մի խոսքով դիզայնը բավական, հատկապես ինտերիերի դիզայնը, էլի բավական թարմ, բավական լավն է։ Դրսիներ վատը չի, էլի հավանում եմ։ Էլի լավ տարբերակ է, բավական նորմալ գնով, adekvat գնով, միջին հեռահարությամբ, երկաթաֆոսֆատային մարտկոցով։ Մի խոսքով այս բոլոր էլեկտրոմոբիլներն էլ իրոք լավն են, որպես սեդան, եթե ամենագնաց կամ քաղաքային crossover չեք ուզում, էլի շատ լավ տարբերակ են։ Միայն դիմելով ինձ այս էլեկտրոմոբիլները կանխիկի գնման դեպքում, իհարկե դուք ունեք կանխիկ փող, ոչ թե ապառիկ ավտովարկ, դա չի աշխատում։ Կանխիկով անմիջապես գործարանից ես հնարավորություն եմ տալիս անմիջապես իմ օգնությամբ ընդհանրապես $700 միջնորդավճարով անմիջապես գործարանից չեղարկելով ստեղի սրահների ֆակտորը, որոնց շատերը գեշահույթ են հետապնդում, չեղարկելով իրանց անմիջապես գործարանից կատարում եք գնում ու ձեր գնումը ստանում եք
Գյումրիում գալիս է նույն ձևով ինչ որ սրահների մոտ, գնվում է նույն ձևով, նույն տեղից ինչ որ սրահների բարագայում, մի խոսքով նույն գործընթացն է, այսինքն քցոցին ստեղ ընդհանրապես բացառված է ժողովուրդ ջան։ Նույնիսկ իմ վստահությունը իմ անձի նկատմամբ այնքան մեծ է, որ ես վերջի հաճախորդներից երկուսը ինձ առհասարակ չեն տեսնվել իմ հետ։ Գնում կատարել։ Լրիվ բանա, բազմոցին սիրուն բազմած տեսազանք կամ հաղորդակցություններով մեքենա են պատվիրել, նույնիսկ ինչ չտեսնելով։ Այսինքն ստեղ ցոցին ուղղակի բացառված է, որովհետև դուք գնումը կատարում եք նույն այն պաշտոնական դիլերից, որից որ գնում են Հայաստանի սրահների 30-40, եթե ոչ 50%-ը, որտեղ ամենայն ժանգները իր մոտ են։ Պաշտոնական դիլերն աշխարհում եք ավտո է ծախում։ Գնում է գործարանից, դե մենք չենք կարող գնել գործարանից, ոչ մեկը չի կարող։ Պաշտոնական դիլերը գնում է գործարանից ու աշխարհում եք վաճառում է համարյա ինքնարժեքով իր միջնորդավճարը երևի 500-ից $500 շուրջ է։ Ինքը քանակի վրա է աշխատում։ Մաքսիմում 700, ինքը ինձ ասում է 500 է։ Ասում է $300-500 մի ավտոյի մեջ ես աշխատում։ Համարյա ինքնարժեքով իրանից եք ավտո գնում, համարյա ինքնարժեքով ինձանից եք авто գնում ու խնայում եք մի քանի $1000, մի 2, 3, 4, 5, նայած սրա 7, սրա կա $7000 ավեր գինա։ Ճապացնում այդ նույն ավտոյի վրա, որը որ կարելի է գնել անմիջապես արտադրողից։ Մի խոսքով Viber, WhatsApp հուսալիությունը 100% է, քցոցին բացառված է, նույնիսկ կարող եք on-line գնում կատարել, ոնց որ Viber-ից կամ AliExpress, նույնիսկ ինչ տեսնելով, ասենք դա էլ հնարավոր կամ ցանկացած քաղաքի ցանկացած վայրում կարող ենք տեսնվել, կարող ենք մի քանի անգամ տեսնվել, խորհրդակցվել, մի խոսքով ճիշտ ընտրություն կատարեք, մինիմալ գնով համարյա ինքնարժեքով այդ ավտոն գնանք, միանգամից Գյումրիում ստանանք ու հետ հաճախորդները հիմա ես առաջի անգամ իրանց տեսնելու եմ Գյումրիում, երբ որ արդեն մաքսազերծենք հուլիսի մեջ։ Այսքան էր ոնց որ թե այսօր հարգարժաններս, խնդրում եմ ակտիվ եղեք, բաժանորդագրվեք, լայքեք։ Ձեր մոտիվացիա, դուք ինձ միակ մոտիվացնող ուժն եք։ Ես ամենաառաջի հերթին ձեր շահերի պաշտպանն եմ, ձեզ օգնողն եմ ճիշտ կողմնորոշվելու այս բարդ ընտրության մեջ ու ամենավերջին հերթին ավտո վաճառող եմ։ Նույնիսկ կարող եք ինձ հետ խորհրդակցել, բայց գնումը կատարել ուրիշ տեղից, էլի ոչ մի խնդիր չկա, ես մեծ հաճույքով կօգնեմ ցանկացածին։ Մի խոսքով դիմեք Viber, WhatsApp, ամենամատչելի գներով Չինաստանից գրեթե ինքնարժեքով մեքենաների ներմուծում, ցանկացած մոդելի, կախված սրոկների, կախված արկայության հետ կամ հորգոսում թե հորգոսում չի, սրոկները մի քիչ տատանվում են, բայց միջին հաշվարկով, եթե ստանդարտ բեռնափոխադրումա 60 օրի շուրջ 50-ից 70, եթե մի քիչ ավելի դեպքում ուզում եք էվակուատորով գա 35-ից 40։ Այսքանն էր, շնորհակալ եմ ձեզ, եթե այս պահին ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկը խաուիկը, կհանդիպենք։